Ալելույա, փառքեր մեր բարի եւ ողորմած Տիրոջը։ Ինչ հրաշալի է, որ մենք Տիրոջ տան մեջ ենք։ Փառքեր Աստծուն։ Առաջարկում եմ Հայր մեր աղոթքով միաբանվենք, սիրելիներ։ Ով Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա, մեր ամեն օրվա հացը այսօր մեզ տուր, և մեզ ներիր մեր պարտքերը, ինչպես մենք ներում ենք մեր պարտապաններին, ու մեզ փորձության մի տանիր, ապա չարից ազատիր, քանի որ քոնն է թագավորությունը, զորությունն ու փառքը, հավիտյանս հավիտենից, ամեն։ Տիրոջն է փառքը հավիտյան, ամեն։ Ալելույա։ Սաղմոսերգուն իր որոշումն է հռչակում և ես միաբան եմ, եկեղեցի գիտեմ, մենք միաբան ենք Աստծո խոսքի հետ։ Բարձր կանեմ քեզ ով իմ Աստված, ով թագավոր, և կորտնեմ քո անունը հավիտյանս հավիտենից։ Ամեն օր կորտնեմ քեզ, և քո անունը կգովեմ հավիտյանս հավիտենից։ Մեծ է Տերը և շատ օրհնյալ, և նրա մեծությանը չափ չկա։ Բարի է Տերը ամենի համար, և նրա ողորմությունը իր բոլոր գործերի վրա է։ Տեր, քո բոլոր գործերը պիտի գոհանան քեզանից, և քո սուրբերը պիտի օրհնեն քեզ։ Քո թագավորության փառքը պիտի խոսեն և քո զորությունները պիտի պատմեն։ Ամեն, ամեն, ամեն։ Այսօր մենք Տիրոջը տալիս ենք փառքն ու պատիվը, ալելույա։
Մենք այս վայրում տեսել ենք շատ ու շատ հրաշքներ, ամեն։ Երեկ էլ հրաշալի օր էր եւ այստեղ շատերը բժշկվեցին, Տիրոջ խոսքը գործեց, Տիրոջ տանը զորավոր գործեր եղան։ Կարող ես փառք տալ Աստծուն, որ Տեր իր տան մեջ է, որ ինքը զորավոր գործեր է անում, հալելույա։ Եվ ես հռչակում եմ, որովհետև հավատում եմ, էլ ավելին պիտի լինի մեր Տիրոջ անունով, որովհետև մենք էլ հաղթական կքայլենք, մենք ուզում ենք Տեր մնալ քո ներկայության մեջ, քո տան մեջ Աստվածս, բարձրացնում ենք մեր ձեռքերը դեպի քեզ, ի նշան հավատքի, ի նշան վստահության, Տեր, շնորհակալ ենք, որ մեզ կանչել ես քո տան մեջ ես տնկել, Տեր, շնորհակալ ենք, որ ամեն օր կարող ենք գոհանալ, մեծարել, հիանալ քեզանով, կարող ենք պատմել քո գործերը, քո բարությունը, քո ողորմածությունը, Տեր, եւ այսօր այս երգերի միջոցով ուզում ենք սրտանց փառաբանությունը բարձրանա դեպի երկինք եւ ընդունելի պատարակ լինի Տեր քո առաջ։ Մենք հավատում ենք, որ դու ես միակը, որ հրաշքներ ես անում եւ դու ես ամենակարողը Տեր, հալելույա։ Աղաղի Տիրոջը եւ ասա դու ես ամենակարողը Տեր, փառք ես։ Հալելույա, մենք մեծարում ենք, մենք փառաբանում ենք քեզ Տեր։ Ողջ փառքը, պատիվը, գոհությունը քեզ Տեր։ Դու ես ամենակարող, հավատում ենք, դուրի աչքերը բացող, դու աննման ես, խավարի մեջ լույս բերող, մոխրի միջից բացածող, դու աննման ես, հալելույա, եկեղեցի հռչակ եք միաբան, Տեր դու շաշվեց ես, Տեր դու հզոր ես, Տեր դու միակ ամենակարող, Տեր դու բժիշկ ես, և դու ներկա ես մեր Տեր, շաշվեց ես, Տեր դու շաշվեց ես, Տեր դու հզոր ես, Տեր դու միակ ամենակարող, Տեր դու բժիշկ ես, և դու ներկա ես մեր Եվ մենք կարող ենք այսօր ասել, եթե ես Աստծո հետ եմ, ով է որ դեմ կենա, եթե Աստված օգնում է, ով է որ թույլ չտա, եթե ես Աստծո հետ եմ, ով է որ դեմ կենա, եթե Աստված օգնում է, ով է որ թույլ չտա, հաղթող ենք մենք հիմա, 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 Տեր դու շաշվեց ես, Տեր դու հզոր ես, Տեր դու միակ ամենակարող, Տեր դու և այսօր էլ բժշկում ես Տեր, ամեն Տեր դու շաշվեց ես, Տեր դու հզոր ես, Տեր դու միակ ամենակարող, Տեր դու բժիշկ ես, և դու ներկա ես մեր Մենք այսօր կարող ենք ասել, եթե ես Աստծո հետ եմ, ով է որ դեմ կարող ես քեզ համար ասել, եթե Աստված օրհնում է, ով է որ թույլ չտա, եթե ես Աստծո հետ եմ, ով է որ դեմ կենա, եթե Աստված օրհնում է, ով է որ թույլ չտա, հաղթող ենք մենք հիմա, հաղթող ենք մենք հիմա, հաղթող ենք մենք հիմա, հաղթող ենք մենք հիմա, հաղթող ենք ես հիմա, հաղթող ենք մենք հիմա, հաղթող ենք մենք հիմա,
Բժիշկ ես և դու ներկա ես մեր Տեր, մեր Տեր, ամեն, 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 շնորհակալ ենք Աստվածս, դու ես մեր բժշկապետը, այո Տեր, շնորհակալ ենք, որ քո ներկայության մեջ ենք, շնորհակալ ենք, այո Տեր, մենք այսօր հռչակում և ասում ենք, եթե ես մնամ քո տան մեջ, մնամ քո ներկայության մեջ, մնամ քո մարմնի մեջ, որպես քո զավակ Տեր, ես հաղթական եմ լինում ամեն օր էլ ավելի, և Տեր հիմա քո զավակները միաբան են, մենք միաբան, մեր ձեռքերը, մեր հայացքը քեզ ենք ուղղում Աստվածս, շնորհակալ ենք, որ քո տան մեջ ենք, շնորհակալ ենք, որ ունենք այս հրաշալի հնարավորությունը, ամեն կիրակի նոր է, որ մենք գալիս ենք, շնորհակալություն ասելու քեզ Տեր, գոհանում ենք, շնորհակալ ենք, փառք, գոհություն, պատիվ քեզ լինի Տեր, հիանում ենք քեզանով, հիանում ենք քո էությամբ, քո ձեռքի գործերով Տեր, հիանում ենք քո բարությամբ, շնորհակալ ենք այն հայտնությունների համար, որ տալիս ես մեզ Տեր, քո ծառայի միջոցով մեզ օրհնում ես Տեր, օգնում ես մեր ձեռքը բռնած, որպես մեր հոգատար Հայր օգնում ես Տեր, որ մենք դառնանք քո ուզած ու շնորհակալ ենք, այսօր էլ այդպիսի հրաշալի օր է և բարի է մեզ համար, որ մենք կարող ենք և ես ասում եմ, ես ուզում եմ Տեր, դառնալ քո ուզած Աստվածս, անելու քո կամքը, փառք ես Տերս, շնորհակալ ենք, նաև այսօր մեր ընծաները Տեր, թող փառավորող լինեն քեզ, այնինչ որ բերում ենք Տեր, թող քեզ փառք բերելու համար լինի և բարի գործերի համար առատ լինենք միշտ, փառքը լինի մեր բարի Տիրոջը հավիտյան, եկեղեցին կարող է ասել ամեն, Տիրոջը փառքեր, ամեն, ալելույա Տերս փառքես, ամեն, Սիրում եմ քեզ, բարությունդ վերջ չունի Տեր, ամեն օր քո ձեռքն է ինձ պահպանում, այն պահից երբ արթնանում եմ, մինչև քնեմ նորից, երգելու դու բարի ես իմ Տեր, ամեն, իմ ողջ կյանքում հավատարիմ ես, իմ ողջ կյանքում բարի ես դու աչակ, ամեն շնչով որի շնորհում դու բարի ես իմ Տեր, սիրում եմ քեզ, կրակով ինձ անցկացրել ես, մթին օրերին, միայն դու ես կողքին, ամեն Տեր, գիտեմ ես դու իմ հայրն ես, գիտեմ ընկերն ես իմ, և ես ապրում, ամեն Տեր, բարությանը շնորհիվ, ալելույա, իմ ողջ կյանքում հավատարիմ ես, իմ ողջ կյանքում բարի ես դու աչակ, ամեն շնչով որից շնորհում ես, երգելու դու բարի ես ինձ Իմ ողջ կյանքում հավատարիմ
Ողջ կյանքում հավատարիմ ես Իմ ողջ կյանքում բարի ես դու անչափ Ամեն շնչով որից շնորհում ես Երգելու եմ դու բարի ես ինձ Ողջ կյանքում հավատարիմ ես Իմ ողջ կյանքում բարի ես դու անչափ Ամեն շնչով որից շնորհում ես Երգելու եմ դու բարի ես ինձ Երգելու եմ դու բարի ես ինձ Երգելու եմ դու բարի ես ինձ Խոնարհացնում ենք մեր գլուխները եւ աղոթում ենք այո Տեր։ Այս երգի հետ համաձայն ենք լիովին, որովհետեւ մեր կյանքի մեջ դու բարի ես հավիտյան։ Սիրելի Աստվածս, օրհնում ենք անունդ եւ խնդրում ենք քեզ, որ մենք էլ քո նկատմամբ լինենք ուշադիր, խոսքդ կատարող նման քեզ Փառքը քեզ լինի, Հայր Հիսուսի անունով, նույն անձրևը գալիս է եւ մոլախոտի համար եւ բարիբանի համար, նույն արևը կյանք է տալիս եւ նրան եւ նրան։ Եվ մենք որ կորած ենք, մեզ փնտրեցիր, գտար, երկար տարիներ մեր հետ աշխատանք տարար եւ հրաշքով, զարմանալի ձևով մեր միտքը հասկացավ խոսքը։ Եվ մենք փրկվեցինք եւ այն մոլախոտից որ պիտի մի օր հնձանը գցվի եւ այրվի տեղից հանեցիր եւ այն ցորենը դարձրեցիր որ մի օր քո հրեշտակները պիտի հավաքեն խնդրում ենք քեզ որ ամեն օր մեր կյանքի մեջ որոշում գա ճիշտ ամեն օր մեր սիրտը Իմ Աստված ավելի ճիշտ բաներ ցանկանա, մեր մտածելակերպը համապատասխան լինի քո խոսքին եւ իմ Աստված միշտեր շատերը չփրկվածները համարում են դա ավելորդ, մենք գիտենք որ դա փրկություն է, որտեղ քո խոսքը հենց տենց էլ ասում է, շատերի համար դա հենց հիմարություն էլ եղավ։ Որոշները գայթակղվեցին, որտեղ ուրիշ վարդապետություններ ունեին Բայց ամեն նրանց համար, որոնք քո զավակներն են, փրկության առիթ եղավ։ Խնդրում եմ, որ այս բանը մեր ժառանգությունը լինի, մեր համար փրկության առիթ լինի քո խոսքը, եւ ոչ թե մեր տրամաբանությունը, այլ քո խոսքը դառնա մեզ շարժող ուժը։ Փառքը լինի քեզ Հայր Հիսուսի անունով եւ հիմա էլ Աստծո Սուրբ Հոգի, խնդրում եմ, որ մեզանից ամեն մեկի սրտի հետ խոսես եւ խոսքի ընթացքում Հոգիդ գործ անի մեր հետ, խոսքը գա եւ բնակվի մեր կյանքերի մեջ եւ դուրս մղի ամեն այն ինչ որ նման չի քեզ։ Մենք այս բանին ամեն ենք ասում, փառքը լինի քեզ Հայր Հիսուսի անունով, ամեն։ 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 Շնորհակալ եմ Տեր օրհնի համեցեք նստեք։ Ուրեմն այսօր ինչի մասին եմ ուզում խոսեմ Մարկոսի 5-րդ գլուխ։ Ուրեմն 5-րդ գլուխը հետագայում այս իրադարձությունների նաև այս տեղատես կնոջ պատմությունն է, բայց ուրեմն սկզբից մի պատմության մասին է, որ Տեր Հիսուսը, երբ որ ծովը անցավ այն կողմ, Գալիլեա լճի մասին է, երբ որ անցավ մյուս կողմը, հանդիպեց մի դիվահարի։ Խնդրեմ, կարդա։ Ամբողջ պատմությունը լսենք, լավ։ Մարկոսի ավետարան 5-րդ գլուխ։
Եվ եկան ծովի այն կողմը գալգարացիների երկիրը, եւ երբ որ նավիցը դուրս եկավ, նրան իսկույն պատահեց գերեզմաններից մի մարդ, պիղծ ոգով, որի բնակությունը գերեզմաններում էր, եւ ոչ ոք շղթաներով էլ չէր կարող նրան կապել, որովհետև շատ անգամ ոտների կապերով եւ շղթաներով կապվել էր, բայց նա շղթաները կտրատել եւ ոտների կապերը փշրել էր եւ ոչ ոք կարող չէր նրան նվաճել։ Եվ միշտ գիշեր ու ցերեկ գերեզմաններում եւ սարերում աղաղակում էր եւ ինքը իրեն ծեծում էր քարերով։ Բայց երբ որ հեռվանց Հիսուսին տեսավ, վազեց նրան երկրպագություն արեց եւ մեծ ձայնով աղաղակելով ասեց. «Քեզ ինչ բան կա ինձ հետ, Հիսուս, բարձրյալ Աստծո որդի, Աստծով երդում եմ տալիս քեզ, մի տանջիր ինձ», որովհետև ասում էր նրան դուրս եկ պիղծ ոգի։ Հիմա եթե աստվածաբանները հիմա լսեցին, մեր մեջ կան աստվածաբաններ, որոնք կրթություններ ունեն, հիմա ստացվում է, որ դիվային աշխարհը երկրպագում է Տիրոջը, գրածա, որ սարսափում է, ինքը գիտի Աստծուն, տեսնում է և սարսափում է։ Հիմա այստեղ մի հատ մի բան կա, որ Աստվածաշնչում ոչ մի ուրիշ տեղ չեմ հանդիպել, որ վազեցին, ուրեմն մյուսներին հենց տեսնում էին, խփում էին, ծեծում էին, այդ մարդը ծեծում էր, հա։ Հիմա դևերի մասն եմ էլի խոսում։ Ուրեմն դրա ներսի դևը կամ դևերը, որ հետագայում պարզվում է, որ մի ամբողջ բան է։ Գումարտակ, դա պիտի շատ մեծ լինի, հա, գումարտակի հրամանատար, հա, տենց լավ։ Ուրեմն մի գումարտակ, այսինքն մոտավորապես քանի 100 հոգի էր, ինչ էր, տենց մի բան էր։ Հա, գրածա, որ վազեց եկավ երկրպագեց։ Բայց երբ որ մենք հետո կարդում ենք, լսում ենք, որ ինչի երկրպագեց, որովհետև ասում էր դուրս արի։ Ահա թե ինչի համար։ Ուրեմն ոչ թե իրանք ուզում են երկրպագեն եւ երկրպագողներ են, այլ որովհետեւ ինչ էր, որովհետեւ Տեր Հիսուսը ասում էր դուրս արեք այդ մարդուց։ Հիմա լսեք, դուք հիշում եք տարիներ առաջ կամ ամիսներ առաջ Աստված խոսք տվեց, փոխանցեցի, որ այս աշխարհը էլ դևերի տեղը չի։ Բանից դուրս է գալի այն վաղտել մի կարգին տեղը չի եղել։ Հիմա հետո ասում են, այս դևերը ասում են, որ մեզ այս աշխարհից մի հանի, նայեք ուշադիր, հələ ուշադիր եղեք, հազիվ են իրանք մտել աշխարհ, աշխարհ մտնելը այդքան հեշտ չի, իրանք հազիվ են մտել աշխարհ, ուրեմն, երբ որ դու, սա նաև ինձ եմ ասում, որտև արդեն, երբ որ հոգին ինձ բան է բացել, արդեն հասկացել եմ եւ իմ մտածելակերպի մեջ բան եմ փոխել, հիմա քեզ եմ փոխանցում։ Երբ որ մենք Տեր Հիսուսի ասածով կապում ենք սատանային եւ դևերին հեռացնում ենք, ինչի ենք այդ անում, լսեք։ Հիմքեր կան, որովհետեւ Աստծո խոսքը Տեր Հիսուսը ինքը ասում է, որ երբ որ մտնես մի զորավոր մարդու տուն, որ ինչ որ բան վերցնես, այդտեղից տանես, չէ որ այդ զորավոր մարդուն ու իր այդ զորությունը պետք է կապես։ Այն ժամանակվա հասկանալի լեզվով ասում։ Այն վաղ օրինակ բան չկար, շոկեր, որ կրակես, հա, պարարիչով բռնվի, ուրեմն ասում է պետք է այդ զորավոր մարդուն կապես, որպեսզի կարողանաս իր եղածը վերցնես, չէ՞։ Հետո դրանից հետո Տեր Հիսուսը ասում է մի կին, որ մտավ ժողովարան, որտեղ ինքն էր, ուտեղ խոսակցություն էլ եղավ, որ շաբաթօրին չի չբժշկեն, Տեր Հիսուսը ասում է, Աբրահամի աղջիկը, որ սատանայի կողմից 18 տարի կապված էր, արդյոք արժան չի, որ այսօր արձակվի, կապված, արձակված, տեսար։ Ուրեմն Տեր Հիսուսը ասում է, ինչ որ երկրի վրա կապեք, երկնքում կապված կլինի։ Ինչի մասին է սա խոսում։ Եվ այս երկու բացատրությունն էլ ինքը տալիս է, որ զորավոր մարդու, ով է զորավոր մարդը, նա ով որ եկել նվաճել է մարդկանց։ Պարզա դիվային աշխարհը։ Դրա համար մենք կապում ենք սատանային, որովհետև
Մենք ասելով, մենք ընդամենը կոճակն ենք սխմում, մենք ոչ շարժիչն ենք, ոչ մնացած սարքավորումն ենք, մենք ընդամենը կոճակն ենք սխմում, չէ, վերելակի կոճակն ես, չէ սխմում, թե գնում բարձրացնում ես այդ վերելակը, մենակ կոճակը, լավ, հիմա մենք դրա համար ենք այդ բանն անում, որ կապում ենք սատանային և այն դևերը, որ տվյալ գործի մեջ են, դրանց հեռացնում ենք և հեռացնելուց իմացեք, որ իրանք ոչ թե հելուն թափառում են, հեռացնում ենք իրանց այս աշխարհից դուրս։ Հիմա իրանք դժոխքն է իրանց տեղը, տեղ, որտեղ։ Իրանց տեղը, հա, կարակ հենց տենց ասեք, ձեզ հեռացնում եմ ձեր տեղը, տենց կարակ ասեք, որ դժոխք էլ ասեք ոչ մի բան չի լինում, որ ասեք այս աշխարհից քեզ հեռացնում եմ, ուրեմն սրանք սարսափում են, որ իրանք հազիվ են մտել, ինչ որ մեկին հերվից հա խափել են, այդ մեկը խափվել է, դրա պրոպուսկի հիման վրա սրանք մտել են աշխարհ, որը մարդունն է, դևինը չի։ Այս աշխարհը դևինը չի։ Հասկանում եք։ Որևէ տեղ գրված չի, որ սատանան բնակվեց աշխարհի վրա, գրված չի։ Ահա թե ինչի էին դրանք այդքան վախենում եւ երկրպագում, որ հանկարծ մեզ այս աշխարհից շուտով կկարդանք։ Այս աշխարհից դուրս մի արա։ Այլ հենա խոզեր կան այնտեղ սարում արածող, այդ խոզերի մեջ թույլ տուր գնանք մտնենք։ Այսինքն իրանք, չգիտեմ, չգիտեին, խոզերը միանգամից լցվեցին ծովը եւ ծովի ափում էր, չէ՞ դեպքը։ Ծովը լցվեցին, ժարի վայր ընկան եւ ուրեմն մեռան։ Բայց երբ որ հետաքննում ես կամ տրամաբանում ես հոգեվոր, հասկանում ես, որ դրանք մնացին աշխարհի մեջ։ Հասկացար։ Այսինքն մնացին այդտեղ աշխարհում։ Թե հետո ում մեջ կգնան, ինչ կանեն, վсё, հասկացաք։ Ուրեմն եթե դու գլխին գնես, թե դու ինչքան կարևոր ես, անիմաստ հատ մի ասա, բայց երբ որ կա իմաստ, օրինակ, զգում ես քո վրա ներգործություն կա, զգում ես տանդ ներգործություն կա, զգում ես գործի վրա ներգործություն կա, իմացի, որ երբ որ դու Տեր Հիսուսի անունով կապես, Տեր Հիսուսի անունով, երբեք քո անունով մի արա ոչ մի բան։ Տեր Հիսուսի անունով կապես, ինչի Տեր Հիսուսի անունով, որտև եկեղեցու ամեն մի վերստին ծնված նրա մարմնի անդամ է, բջիջ։ Հասկացաք։ Եթե դու Տեր Հիսուսի անունով իրան կապում ես ու սատանային, որը ուժ է տալիս սրանց, սրանք ուժից զրկվում են, էլ չեն կարող իրա, սա էլ չի կարող նրանց զորություն տա, և նրանց հրաման ես արձակում, որ հեռացեք ես աշխարհից, տվյալ դեպքից, տվյալ մարդուց, տվյալ իրավիճակից, հա, հիմա կլինի էլի եմ ասում, տնտեսություն, ֆինանսներ, ընտանիք, գործեր, երթևեկություն, ամեն ինչ, և դրանց, երբ որ դու հեռացնում ես, կիսատ մի թող, հեռացում մինչև կայանատեղը, մինչև այդտեղ։ Ուրեմն ընդունված է հոգևոր աշխարհում մտածել այս կերպ, որ դևը մարմնի վրա հիվանդություն ցավեր այսինչ, մարմնի վրա, անձի վրա, գիտեք չէ անձը որն է, մեր ցանկություններ, զգացմունքներ, բանակցություն կան, անձի վրա ցանկությունների ոլորտ, հա, և երբ որ հոգուն արդեն նվաճեց, մարդը արդեն ամբողջովին անկառավարելի դիվահար է, պարզ է, ուրեմն սրանցից որևէ ոլորտում մենք խնդիր չունենք մարդու հետ, մենք խնդիր ունենք այդ դևի հետ, եթե մարդը հոժարի, որ ուզում եմ ազատվեմ, մենք պատրաստ ենք ծառայենք, աղոթենք, հեռացնենք, քանի անգամ պետք է։ Եթե մենք հավատքով լինենք, դեպքը կկատարվի, չի կարա չկատարվի։ Հիմա այս պատմության մեջ ասում է, և նրան ոչ ոք չէր կարողանում։ Տեսակ, հիմա Տեր Հիսուսը ոչ էլ մի բան արեց, որ կարողանա, սա ամիջապես գլխին գավ, ով է դիմացը կանգնածը, հիշում եք Պողոսին ճանաչում, Հիսուսին գիտեմ, Պողոսին ճանաչում եմ։ Հիմա խնդիրը, երբ որ ինչ-որ բան չենք կարողանում, մենք պիտի աճենք։ Հիմա ինչ եմ ասում, որ սկզբից մի հատ նորոգվեք Քրիստոսով, կասկած պիտի չլինի, ոչ թե դու ես գործելու, այլ քո Տերն է գործելու, եղավ, քո ներսում ապրողը այս աշխարհի մեջ ապրողից զորավոր է, հասկացար,
երբ որ դու նորոգվես, զրահապատվես, մտքերը հանես, այդ տափակ մտքերը հանես, կներեք, հա, այս բառեր օգտագործում եմ, որ մի հատ զարթնես, որ ես քաջացա, դևերը կատաղեցին, խելքի ձունգա, դու քաջացար ավելի պաշտպանված ես, եթե պաշտպանված էր քո մի քառակուսին, հիմա 100 քառակուսի տա պաշտպանված, լավ, ես սկսեցի դևերին հեռացնելը, իրանք կատաղեցին, Այս ինչ ես դու խոսում, այսինքն երկիր, որը չունի ներքին զորքեր, պոլիս, արտաքին զորքեր եւ այլն, ինքը թույլ է։ Երկիր, որ ունի, ինքը գործում է եւ դրա համար ունի շենքեր կառուցած, տան գցում անդե։ Երանի ամեն բան արդար լինի, չէ՞։ Հասկացաք ինչ եմ ասում։ Իսկ ինչ աբսուրդներ են խոսում, այդ ո՞րից են խոսում այդ աբսուրդները։ Սատանան կատաղեց։ Այսինքն որ դու վատ հոգևոր էր, սատանան ուրախ էր։ Դե вообще մեզ հետարքիր է ինքը ուրախա թե չէ։ Դու կանչված ես որ Քրիստոսի մարմինն լնես, այսինքն վատ մարմինն լնես Քրիստոսի, որ ինքը ուրախ լինի, թե որ տերն էլ տխուր լինի, թե որ Քրիստոսի մարմինն ես, Քրիստոսի մարմինն ես։ Անում ես մի անգամ չի, զգում ես չի ստացվում, արա երկու անգամ։ Արել ես 99 անգամ, եւս մեկ անգամ արա, 100 անգամ, 101 անգամ, 110 անգամ արա։ Այսինքն խնդիրը ոչ թե դա սուտ է, այլ որ դու պիտի կանգնես եւ իմանաս։ Մի քարոզիչ ասում է, որ եթե մի բռնցքամ մարդիկ գա, մի հատ ուժեղ տղամարդ գա դիմացը, կարող թողես գնաս, փախնես կամ եսի միջ, օրինակ է բերում էլի, բայց ասում է, եթե 10 հարգանի դև գա, ես չգիտեմ 10 հարգանի կա չկա, այդ մարդը ասում է տենց, ասում է, եթե անգամ 10 հարգանի լինի, հանկարծ Միքայել հետ չդնես, կանգնար ինքը պետք է փախնի, եւ գրած է ոչ թե դևը, այլ սատանան ինքը պետք է սարսափար փախնի, հասկացար, դրա համար ասում եմ, երբ որ մի անգամ արեցիր, կարող է ձեռի հետ արեցիր, Այն որ կատվին փշտես անում, հլը չի հավատում։ Այս մակարդակն է։ Ուրեմն ես ուզում եմ ասեմ, ձեր աչքը որ չի տեսնում ինչա կատարվում, դա դեռ չի ասում, որ չի կատարվում։ Ուրեմն նրանք շատ դժվար են մտնում աշխարհ, շատ դժվար։ Եվ ասեմ ամենամեծ պրոպուսկը ոնց է աշխարհ մտնելու։ Սատանան հաջողվում ամենաշատ այն ժամանակ, երբ որ հոգևորները իրար դեմ են դառնում։ Այդտեղ գիտես ինչ պրոպուսկ կա։ Ուրեմն տեսեք ինչ է լինում։ Ադամը, որ այս աշխարհի իշխանն էր, պարտվեց սատանային, խաբվեց սատանայից, լսեց սատանային, կերավ պտուղը եւ իր իշխանությունը անցավ սատանային։ Երբ որ ինքն էր աշխարհի իշխանը, հետագայում ասվում է, որ սատանան է աշխարհի իշխանը։ Տեր Հիսուսը ասում է, այս աշխարհի իշխանը գալիս է եւ իմ դեմ ոչինչ չունի։ Ինչի է ասում այս աշխարհի իշխանը սատանային, ո Ադամին չի ասում։ Որովհետեւ խաբվելով մարդը, Ադամը խաբվելով իր իշխանությունը անցավ սատանայի վրա։ Այդտեղ ես խոսել եմ շատ մանրամասը։ Եվ ուրեմն ինքը դարձավ այս աշխարհի իշխանը։ Երբ որ Տեր Հիսուսը որպես մարդ գնաց դժոխք, ասաց բեր այդ անորեն, գիտես ինչ բան է անորեն, որ անօրինական է այդ ամենը։ Եվ երբ որ անօրինական է, վերջ առաջ մի հատ մի բան եկել ծլում ամ։ Մի հատ քաղաքապետ է փոխվում, մի հատ եսի ինչ է ալնում, եկե հոп դուրս եկավ գործել, ջոգիկ։ Հիմա Տեր Հիսուսը մտավ դժոխք, ասաց բերստե, այդ բանալիները իշխանության, այդ զորությունները իմն է, Ադամինն է։ Ադամինն է, դուք հասկանում եք, ոչ թե Աստծունն է, Աստված տվել էր մարդուն։ Հիմա մարդը պետք է հետ վերցնի։ Տեր Հիսուսը հետ վերցրեց եւ ամեն իշխանություն իրանն է, այս երկրի։ Նա էլ գերի դարավ։ Հասկացաք։ Հիմա այդ իշխանությունը չպահեց իրան, տվեց իր եկեղեցուն, վերստին ծնվածներին։ Հիմա նայեք, երբ որ մենք չենք գնահատում մեր իշխանությունը, այդտեղ թշնամին օգտվում է։ Երբ որ մենք թերահավատենք, հա ինչքան աղոթեմ, որ լինի, այդտեղ թշնամին օգտվում է։ Ամենավատը,
Երբ որ ես նախանձում եմ մեկ ուրիշին, որ ինքը չանի հանգարց, այս աշխարհը ինչա, խոպան հողը քիչ է, սա խոպան է էլ։ Չէ, բանը միտքա գալի, որ նախանձես այն մի ծառայողին, որ ինքն էլ է ես իմ ինչ անում, այդ թողանի։ Պրծավ, մարդը պրծավ, փրկության մարդ չկա էլ։ Եվ այդտեղ քո մանդատով սատանան իրավունք հաստան, որտեղ իշխանությունը տված է եկեղեցուն։ Երբ որ եկեղեցու անդամն է նախանձում, չարբան, էլ չեմ ասում, որ չարբան է կամենում սենց լնի իրան։ Ինքը դոպուս կա տալի այդ թշնամուն, որ ներս մտնի երկիր։ Եվ այսենց խայտարակ վիճակի մեջ է հայտնվում Քրիստոսի մարմինը։ Պարզա, ոչ մի դեպքում մի նախանձի, ոչ մի դեպքում չարբան մի ասա, Աստված բարի է և նրա մեջ չարբան չկա, անգամ քեզ վատ բան արածներին չարբան մի ասա, որտև դու մանդատ ունես, Աստծո որդու իշխանությունը տրված է, այդ պարիսպը բացիր բան է մտնում, այդ բանը որ մտավ գնաց իրա մոտ, հեղինակը դու էիր, վաղ մյուսօր գգա քո մոտ և քո աղոթն էլ չի պատասխանվի։ Հասկանում եք, սա լուրջ բան է, շատ լուրջ։ Գնահատի այն իշխանությունը, ինչը Տերը տվել է, որ դու իրան չես օգտագործում և քեզ թվում է, թե բանի պետք չի, սատանան երազում է էդի օգտագործի։ Հիմա բերեմ Ադամի վրա օրինակը, սաղ աշխարհը Ադամինն է, շատ էլ պետք է սա։ Դե դրա համար էլ ծախիր էլ, մի հատ պտուղով ծախիր սաղ աշխարհը։ Տեսար։ Ադամին պետք չէր, բայց էյակ կար, որ երազում էր, վախ երանի ունենամ։ Իմացար։ Այն մարդը, որ հիվանդ չի, ես իմ ինչքան չի ուզում, որ առողջ լինի։ Առողջ այլ։ Բայց հենց մի տեղը ցավում է ու չես կարում քնես, հենց մի վարքյան գալիս է հանգստությունը, դու հասկանում ես, այ սրանից լավ բան չկա, այտենց էիր, բա հիմա որ չես խի չես գնահատում, այ տեսար ինչ անում, և ով որ չունի, ինքը սկսում է գնահատել, սա աբսուրդ է, և Ադամը ուներ ու չէր գնահատում, և ինչ եղավ, ով որ գնահատում էր, խաբեց մի հատ, ինչ ասեմ, մի հատ պտուղով, են էլ թույնի պտուղով տվեց, սաղ աշխարհը առավ, դու սենց գործար լսել ես կյանքում, աշխարհը չէ, մի 5000 քառակուսի լգնա մի հատ ինչ տանես, մի հատ զամբյուղ մրիշկ տար, շտուր այդ մարդուն ու թու այդ մարդը խապվի 5000 քառակուսին քո անունով անի։ Տեսար ոնց խապեց։ Ուրեմն դիվային ոլորտում դու իշխան ես, դևերի վրա դու իշխան ես, մարդկանց վրա իշխան չենք, մարդկանց վրա իշխանություն ունենք իրանց օգնելու, սիրո ծառայություն անելու։ Դևային աշխարհի վրա ով որ վերստին ծնվել է ունի իշխանություն, ուղղակի պետք չի որ դու դա իմանաս, այդ պետք չի որ իմանաս։ Հասկացաք։ Խնդրեմ։ Եվ մեծ ձայնով աղաղակելով ասեց. «Քեզ ինչ բան կա ինձ հետ, Հիսուս բարձրյալ Աստծո որդի, Աստծով երդում եմ տալիս քեզ, մի տանջիր ինձ, որովհետև ասում էր նրան դուրս եկ պիղծ ոգի այդ մարդուց»։ Ուրեմն դիվային աշխարհը տենց է մտածում, որ քեզ նեղություն չի տալի, յանի քեզ բան չեմ անում, իմ հետ ինչ գործ ունես, բայց այս ազգը մեզ է տրված, հոգսի իմաստով է մեզ տրված, ոչ թե տիրելու իմաստով։ Մենք իշխանություն չենք, դա մեր գործը չի, բայց հոգսի իմաստով մեզ է տրված, հոգսի իմաստով այս մարդը տիրոջինն է, սրա համար է ինքը եկե խաչվելու։ Դու հասկացա՞ր ոնց քեզ ինչ, այսինքն քեզ չեմ անում, քեզ ինչ, շարունակի։ Եվ հարցրեց նրան. անունդ ինչ է, և նա պատասխանեց և ասեց. լեգիոն է իմ անունը։ Մի հատ բան ասեմ, շարունակենք։ Նայեք, երբ որ դու սկսես աղոթելը եւ դեպքը չկատարվի, տես, ուրեմն Տեր Հիսուս ասում է դուրս արի, հələ դեպքը չի եղել։
Չի տենց հատ ասում եւ մի անգամ ասած եւ երկրորդ անգամ եւ բայց տեսակ ինչի էր երկրպագում որտեվ Տերը ասում է դուրս արի ուրեմն քանի անգամ ասել արդեն դուրս արի Տերը հա լնայ հասկացաք ու Տեր Հիսուսը ըտե գլխի անգնոց այսինքն անունդ ի՞նչ է ով ես դու որ դուրս չես գալի հասկացար Սա ասում է լեգիոն ենք, որտեվ շատ ենք։ Ահա, շարունակի։ Որովհետև մենք շատ ենք եւ շատ աղաչում էին նրան, որ իրենց այն աշխարհքիցը դուրս չուղարկի։ Լսեցիք, այս դրա մասին է ասում։ Եվ աղաչում էին նրան, որ այս աշխարհքից դուրս չուղարկի, որտեղ էլ չէին կարա ներս մտնել։ Որտեղ տենաս դիվային գործ, շտապ հեռացրու։ Մտքումդ էլ կարաս անես։ Թո պակաս են ինչ։ Ես հեռացնում եմ իմ վրայից, հեռացնում եմ մեր տան վրայից, հեռացնում եմ ընտանիքի վրայից, հեռացնում եմ, ես պատմեմ, թե ոնց եմ աղոթում, հեռացնում եմ մեր շենքի վրայից, հեռացնում եմ թաղամասի վրայից, հեռացնում եմ քաղաքի վրայից, հեռացնում եմ հանրապետության վրայից, Հիսուսի անունով, հեռացնում եմ հավաքույթի վրայից, Ատենց, տարբեր, ես երեք ասում էի հիվանդություն հեռացի, հիվանդությունը հեռանում էր, բայց խի պիտի չհեռանա, այ ուրիշ բանա ինքը ինչքանով կհեռանա եվս մի հատ ուրիշ հարցա, թե այդ մարդը որքան կմնա ազատ, որտև ամեն վարկյան իրան խապելու են, մենք խոսել ենք դրա մասին, հետո այդ դևը, հետա գալու տենա կարա մտնի թե չէ, եթե այս մարդը բավարար, օրինակ զամոկի միջուկը փոխած չլնի, կմցնի կբացի կմտնի էլի, բայց երբ որ միտքը փոխվում է, միջուկը փոխվում է, գալի տենա չի կարող մտնի, հետո որ այդ մարդը միշտ տանն ալնում, որտեղ մենք չենք արդարը, խոսքն է արդարը, և Սուրբ Հոգին արդարը մեզ հանորոքում է, Տենմա չէ, էլ հին ձևով չեմ կամ խապեմ։ Գնմա ուրիշ տարբեր բաներ ա բերում, քանի որ մենք ավելի առաջ ենք գնացել, էլի չի կարող մտնի։ Հասկացաք ինչն է լավը, այս։ Այո, մեր միտքը փոխվում է խոսքը լսելով։ Ուրիշ ոչ մի բանով, եթե դու աղքատին էլ օգնես, Պողոս առաքյալը ասում է, եթե ես իմ ամբողջ ունեցվածքը մինչև անգամ մարմինս էլ այրվի, բայց որ սեր չունենամ, սերը առաջանում է, տես նախանձը երբ է գնում, երբ որ լսում եմ Աստծո խոսքը։ Սերը երբ է իրական առաջանում, իրական սերը, երբ որ լսում եմ Աստծո խոսքը։ Որտեւ իրական սերը համբերելն է, ոչ թե պատժելն է, ոչ թե ձեռատալի սիրում ես, ձեռչտալ չես սիրում, հասկացաք։ Հետո Եվ այնտեղ Սարի մոտ խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր, եւ բոլոր դևերը նրան աղաչեցին եւ ասեցին. Տեսնեք ինչ այլանդակն է։ Տեսնեք ինչ այլանդակն է, տարածաշրջանը լավ գիտի։ Գիտեր, որ ասեր այնտեղ քաղաք կա, Դեկապոլիսներ։ Գիտեր, որ ասեր ուղարկի նրանց մեջ չեր ուղարկի։ Այս մարդուցաներ ուղարկել են մարդկանց մեջ, չեր անում։ Հəl տեսեք ինչ աֆերիստ է։ Եվ խնդրում եմ, որ այդ խոզերի մեջ ուղարկի, հետո ուղարկիր մեզ այն խոզերի մեջ, որ նրանց մեջ մտնենք։ Եվ Հիսուսը հրաման տվեց նրանց շուտով։ Եվ պիղծ ոգիները դուրս եկան խոզերի մեջ մտան, եւ երամակը այն գահավեշ տեղիցը ծովի մեջ վազեց, եւ 2000-ի չափ էին, եւ ծովումը խեղդվում էին։ Եվ խոզարածները փախան, եւ քաղաքումը եւ արտերումը պատմեցին, եւ դուրս եկան տեսնելու, թե ինչ էր այդ եղածը։ Մի վարքյան, ուրեմն նախ խոզերը 2000 էին, ուրեմն այդ լեգիոնը 2000 էր, կարող է մի քիչ շատ էր, բայց պակաս չէր, ասալ ժիրայ։ Ուրեմն լեգիոնը 4-ից 6000, դուք պատկասում եք այդ խեղճի վիճակ, այդքան լծվել էին, լավ։ Եվ խոզարածները փախան եւ քաղաքում եւ արտերումը պատմեցին, եւ դուրս եկան տեսնելու, թե ինչ էր այդ եղածը։
Եվ Հիսուսի մոտ եկան եւ դիվահարին տեսան նստած, հագնված եւ խելքը գլուխը եկած, նա որ լեգիոնն ունեցել էր, եւ վախեցան։ Քանի անգամ ես հներին եմ ասում, էլի։ Եթե նորերն են այդտեղ հասել, դու էլ կարաս ձեռ բարձրացնես, լսեք։ Քանի անգամ ես ասել, այս մարդը որ բժշկվի սաղ դարձի կգան։ Ուրեմն Ղազարոսին Աբրահամը ասում է, եթե մի մեռել էր հարություն առնի, ով որ չի հավատում, չի հավատա։ Ուրեմն այս դիվահարը, այս քաղաքի, դե գերեզման պիտի գան, թե չէ։ Մարդիկ գնում են գերեզման, չէ։ Լավ։ Հենց մարդը մեռը պիտի տանեն թաղեն, թե չէ։ Ես չգիտեմ սրանց վիճակը։ Կամ թազա գերեզման են սարքե, խայտարակ վիճակա։ Ինքը իրան ածեցում քարերով։ Էլուր մնաց վերջը ոչ մեկ չէր կարող վրան։ Հիմա պատասխանն եմ ասում։ Հələ լսեք, պատասխան եմ ասում։ Ուրեմն գործ կառաքելոց 2-րդ գլուխ, առաջին համարից Սուրբ Հոգին իջավ եւ մտքից վեր մարդիկ դարձ եկան։ Ոչ թե մենք պիտի մտածենք մեկը հրաշք կլինի, որ մարդիկ դարձի գան, այլ որ Սուրբ Հոգին գայի մեջ եւ որտեղ որ լինեմ ընդ գործերը լինի։ Ամեն։ Ամեն։ Որովհետեւ Տեր Հիսուսը ասեց, երբ որ Սուրբ Հոգին կգա, ու չի ասում ես հաձեր հետ լինեմ, որ ձեզ լավ լինի։ Հենց այդ ասեց ու իրանց ասես նայելով գնացին։ Գնաց Տեր Հիսուսը։ Որ գնաց, ես հասկանում եմ, որ ոչ թե ամպն է իրան վեր առնում, այլ ամպը ծածկեց, դե վերջ, էլ չես տեսնում, էլի, վերջ։ Լավ, եւ երկու մարդ եկավ եւ ասեց առաքյալներին, այ մարդիկ, ինչ եք ժամերով նայում, էլ տենց հետ չի գալու։ Հիմա ինչ ասեց ձեզ, ասեց Երուսաղեմ գնացեք եւ չհեռանաք, մինչեւ Սուրբ Հոգին կգա։ Սրանք եւ վեր կացան գնացին այդ տունը, վերնատունը եւ հավաքվեցին, աղոթք էին անում։ Կարդացեք, առաջի գլխից շատ հաճելի է։ Կարդաք Ժորժ ջան, շատ հաճելի է կարդացեք։ Ու մեկ էր Սուրբ Հոգին ամեն մեկի վրա, հա, նայեք, ոչ թե Պետրոսի, ամեն մեկի ովքեր այդտեղ էին, բայց մի բան կա այդտեղ, ովքեր այդտեղ էին։ Այ մի բան կա այդտեղ, ովքեր այդտեղ էին։ Լավն էին, բայց այդտեղ չէին, չէ, իրանց վրա չեկավ։ Ովքեր այդտեղ էին, 120 հոգի, եւ եթե հիշում ես, Կորինթոսից արդեն վերադարձել էին։ Հարության ժամանակ է վերադարձել են։ Հարության ընթացքում վերադարձել էին, Սուրբ Հոգու գալստին Կորինթոս գնացող երկու աշակերտ արդեն այդտեղ էին։ Հələ անգամ ավելին ասեմ, Հուդայի տեղն էլ արդեն մեկը կար։ Մադացյան, որ վիճակ գցեցի։ Էմաուս գնացողներ ասեց եկել էին, տեղ էին։ Եվ Մադաթյան, որ վիճակ գցվեց 10-ից մեկը համարվելու։ Լավն է Տիրոջ խոսքը։ Իմ համար լավն է։ Ես sense հավեսով իմ համար լավն է։ Ասա Տեր, քո խոսքը ինձ հաճելի է։ Եվ ուրեմն եկեք Աստծո հոգուն աղոթք անենք ու խնդրենք Պենտեկոստեի հոգին բեր մեր վրա։ Կարող ենք աղոթել հիմա թե հետո, ո՞ց եք ուզում, հիմա։ Հայր իմ, խնդրում ենք քեզ, Տեր Աստված, խնդրում ենք Աստծո հոգի, արի մեր կյանքերի մեջ եւ գործ արա Տեր։ Խնդրում ենք, որ խտացրած գործ անես, զորավոր գործ անես, ինչպես առաքյալները դուրս եկան ու մեծ բազմություն դարձ եկավ։ Տեր Աստված, դուր որ մենք լսենք քո ձայնին ու դուրս գանք, այն մղումին, որ ասա մի ամաչի, այն մղումին, որ ձերդիր մի ամաչի, այն մղումին, որ մի հաշտվի։ Տեր Աստված, լսենք այդ խոնար ձայնը, վեր կանանք, գործ անենք եւ հաջողվենք, որտեղ դու ասում ես, երբ որ դու խոսեք, այդ ժամանակ ես կհայտնեմ իմ ձեռքը, երբ որ դու գնաք, այդ ժամանակ ես այդտեղ կլինեմ։ Եվ ահա մեր ձեռքերը, մենք խնդրում ենք Տեր, դու կարող ես մարդ փոխել, խնդրում ենք արա այս բանը, բարձր արի ասենք Տիրոջը, արա այս բանը Տեր, և իմ միջոցով,
Թող արթնություն սկսվի։ Հանուն Հիսուսի։ Ամեն։ 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 Տերը օրհնի։ Երանի կարողանա հիմա բոլորիդ շնորհավորեի։ Լսի, ուզում եմ հավատամ, որ կլինի։ Եթե ես չհավատամ, այնքան եմ տեսել, որ չի լինում, բայց որ չհավատամ, չեմ կարող այդ կնոջ հետ հերոսին ասեմ, մալադեց իրան։ Ուրեմն ես հավատամ միշտ։ Հավատում եմ, որ բանա փոխվելու քո կյանքում, իմ կյանքում, ամեն։ Կողքինի ձեռքը բռնի, շնորհավորի։ Թող տենց լինի։ Թող քո կյանքում լինի։ Օրհնի կողքինիդ, ասա թող քո կյանքում լինի Աստծո զորությունները եւ շատ մարդիկ փրկվեն։ Ամեն։ Ես ընդունում եմ։ Փառք ես Տեր, նստեք սիրելիներս։ Շարունակի խնդրում եմ։ Հիսուսի մոտ եկան եւ դիվահարին տեսան նստած, հագած եւ խելքը գլուխը եկած, նա որ լեգիոն ունեցել էր եւ վախեցան։ Եվ տեսնողները պատմեցին նրանց, թե ինչ եղավ այն դիվահարին եւ խոզերի մասին, եւ սկսեցին աղաչել նրան, որ իրենց սահմաններից դուրս գնա։ Եվ երբ որ նա նավը մտավ, դիվահարը աղաչում էր նրան, որ նրա հետ լինի։ Ստոպ։ Ուրեմն նայեք ինչ տարօրինակ է այս աշխարհը։ Եվ եթե դու չես հլը տեսել, ծառայի կտեսնես։ Ես գիտես ինչքան եմ տեսել։ Շատ։ Չի օգնում, ոչ մի բան չի օգնում։ Մենակ ինչ որ աղոթեցինք այդ կօգնի։ Աստծո հոգին եկավ եւ ինչ որ կա այդի կայացրեց։ Ինչ որ կա այդի կայացրեց եւ էլի կայացնելու է։ Երբ որ դու գնալու ես, հեչ միայն մտածի, որ մարդիկ ընկնելու են, պաշտելու են։ Հիմնականում իրանք անարգում են նրան, որ իրան բարիք է բերում։ Հեսա լսեք։ Իրանք պետք է պաշտպանվեն այդ բանից եւ պաշտպանվում են այդ դիվահարից։ Հիմա իրանց խնդիրը լուծվեց, փոխանակ ընկնեն տիրոջ ոտքերը, ասում են գնա։ Հենց այտենց այդ ազգը եւ մարդիկ, հենց այտենց իրանց տներից, իրանց երեխեքին գողացողին, իրանց ունեցվածքը գողացող Բարաբային, ինքը ավտարիցետ չէր, ինքը ավազակ էր, գող էր, որ երեխետ տնից դուրս գար, հարցը կհասներ ընդե, թե չէ, որտեղ ճամփին կբռներ, որպեսի վկա չլինի հետո, կսպաներ, եղածը կթալաներ, որ հետո վկա չլինի, մեռածը վկա չի կարող լինի։ Այն վաղտե կամերաներ չկար, հասկացա՞։ Այսինքն ավազակ էր ինքը, որ իրան հասնում էր, ինչքան տներ էր վատ բան արել։ Այսինքն ապուշության ոգին գալիս է մարդու վրա, եւ ումից ինքը պետք է պաշտպանվի, ինքը դրան դոպուս կա տալի։ Ասպա Բարաբա, էլի արի իմ տուն, էլի իմ ճանապարհների վրա արի, էլի իմ գիշերվա մեջ արի, էլի փորձանքը թող իմ կյանքի մեջ լինի, չխաչի Հիսուսին, ով որ փրկելու է ինձ այդ ամեն վատ բաներից։ Դու հասկանում ես աբսուրդի վիճակը։ Տեր Հիսուս ասում է, տենց ինձ արեցին, ձեզ էլ են անելու։ Հիմա վատ եք զգում, որ Տեր Հիսուսի պես են անում, то Տեր Հիսուսի պես չեն էլ անում դաժե։ Եվ հիմա նայեք ինչ եղավ։ Այս մարդիկ ուրեմն տեսան այդ մեծ հրաշքը, որ ոչ ոք չէր կարող անել։ Եվ իրանք գիտես ինչ մտածեցին, հլսի։ Իրանք մտածեցին, որ թույլ տան գա մեր քաղաք, հլսի, տես բան հաստատ մտքովը տանցել է։ Երբ որ բան կա դու աղոթում ես ու քեզ էդի ձեռա տալի, վախը գալի, որ վայ Տերը գգայտի կվերցնի։ Պողոս Արաքյալը ասում է, մինչև ինքը չտա լավ բան, էդի չի վերցնում։ Ինքը տալիս է լավ բանը, եւ դու համը տեսնում ես, Պողոս Արաքյալն ասում է, համը տես, երբ որ կզգաս այդ անիմաստ բանը խեր ու դու չշպրտես, այդ լավ բանը կուտես։ Էսա սիստեմը։ Եվ այս մարդիկ վախեցան, որ այս խոզերը որ թափվան, հանկարծ գա իրանց քաղաք, իրանց աղեղածը կթափվի, եսի միշտ կլինի։ Հասկացաք։ Եվ
շահը մերժեց Հիսուսին։ Իրանց շահն էր Հիսուսը, իրանք մերժեցին Հիսուսին։ Իրանք ընտրեցին ինչ որ բանի շահը, դրա պատճառով մերժեցին Հիսուսին, որտև Տերը ասել է վաղուց. դու չես կարող երկու տիրոջ ծառայել։ Երկու տիրոջ չես կարա ծառայես, որտև այս մեկը քեզ շահը, ինչ որ պահի դու իրան կընտրես եւ կթողես նրան։ Եվ իրան կընտրեցին իրանց շահը, ասին մի արի մեր քաղաք։ Հո մարդու վնաս չէր տվել։ Մարդու չէր վնաս տվել, չէ՞, Տեր Հիսուս, ընդհակառակ փրկել էր, չէ՞։ Իրանք այդ վերսիա արեցին, որ իրանց ունեցվածքը Հիսուս կտանի։ Բայց Հիսուսը թույլ չտվեց նրան, այլ ասեց նրան. գնա քո տունը, քո ընտանիքի մոտ եւ նրանց պատմիր։ Այս մարդը ասում է թույլ տուր հետդ գամ։ Դա Տեր Հիսուսը մտավ նավը, չեն ուզում, ինքը գնում է։ Եթե դու Տիրոջը թույլ չտաս մի սենյակ էլ ավել գա քո կյանքի մեջ, ինքը չի գա։ Պետք է իմացի։ Դու պետք է թույլ տաս, խնդրես եւ հոժարես եւ որ ինքը ներս գա։ Եվս մի սենյակ։ Դու ես որոշում քո կյանքի որ ոլորտը ինքը թույլ տաս որ մտնի։ Եթե դու թույլ չտաս, ինքը չի մտնի։ Եվ Հիսուս նստեց նավը որ գնա, դիվահարը եկավ հլսեկով, դիվահարը։ Ում կարծում էին վատնա, վատը եկավ, բոլոր լավերը գնացին։ Հասկացար։ Եվ վատը եկավ, ասում էր Տիրոջ, թույլ տուր հետդ գամ։ Աղաչում էր Տիրոջը։ Եվ Տեր ասեց, չէ, պետք չի հետս գաս։ Գնա քո տունը, վայելի քո տունը, քո տնեցիք թող քեզ վայելեն։ Հիմա նայ։ Եվ երբ որ Տեր Հիսուսը գնաց, այս մարդը մոտես վերջին, Այո։ կարդա էլի։ Գնա քո տունը քո ընտանիքի մոտ եւ նրանց պատմիր, թե Տերը ինչ բաներ արեց քեզ եւ քեզ ողորմեց։ Եվ նա գնաց եւ սկսեց Դեկապոլիսի մեջ քարոզել, ինչ բաներ, որ Հիսուսը իրեն արել էր եւ ամենքը զարմանում էին։ Դեկապոլիս նշանակում է 10 քաղաքների միավորում։ Այսինքն այն ինչ որ կար, այդ Դեկապոլիսն էր այդ քաղաքը։ Դրա 10 անգամ է, այդ 10 անգամ։ Ինքը գնաց ու տեղ քարոզում էր փրկությունը։ Հիմա ես քեզ հարց եմ տալի։ Այդ մարդիկ Դեկապոլիսի, ասենք թե 1 միլիոն էին կամ 100,000 էին, կլորթի վերցնենք։ Իրանք ուր գնացին։ Չէ, ես լավ չեմ տվել ներողություն։ Իրանք ապրեցին մինչև հիմա կան։ Իրանք էլ են մեռել, իրանց չէ։ Այն մարդիկ, որ մերժեցին Հիսուսին, գնացին տուն։ Գնացին իրանց հավին, խոզին, չմամինչին, հետո իրանք ուր գնացին։ Դու պատկերացնում ես մի դիվահար, որի մեջ 1 լեգիոն էր գնաց դրախտ։ Դու պատկերացնում ես։ Այդքան մարդ, որ փնովում էր այդ դիվահարին, գնաց դժոխք, որտեղ իրանք տեսան եւ մերժեցին Հիսուսին։ Դուք պատկերացնում եք, ինչքան անարդար, բայց Հիսուսը այդ արեց։ Իրանք ասացին Հիսուս արի մեր քաղաք թքեց վրեքներ, ասաց չեմ գալի, գնացեք դժոխք։ Ես կարևորելու եմ Տիրոջը, նրա գործը, նրա խոսքը, ես չեմ արդարացնելու ինձ, այլ արդարացվելու եմ նրա խոսքով, արդարացվելու եմ նրա սուրբ հայրունով եւ թող իմ կյանքի մեջ Աստծո հոգին գործանի ու հաջողվի։ Դե վեր կաց կանգնի միասին մի հատ աղոթենք, օրհնենք Տիրոջ անունը։ Հայր իմ, մեր ձեռքերը կրկին քեզ ենք ուղում ու ասում. մենք իմ Աստված ուզում ենք կատարել կամքդ քո։ Դրա համար Աստծո հոգի քեզ դիմում ենք, թե տանը կլնենք, թե փողոցում, թե գործի տեղը, թե որևէ տեղ, խնդրում ենք քեզ Աստծո հոգի, մղում բեր, արթնացրու մեր հոգին, եւ թող մենք քեզ հրավիրենք մեր կյանքերի մեջ ամեն օր, եւ արի եւ զորավոր գործեր արա, որտեղ ժամանակն է եկել փոխվելու, ժամանակն է եկել գործելու, ժամանակն է եկել, ասեք,
հաղթելու եւ շատ պտուղներ բերելու։ Արի մեր կյանքերի մեջ եւ արա այս բանը հանուն Հիսուսի եւ ով որ անկեղծ աղոթեց, թող բարձր գոռա։ Ամեն։ 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 Թող լինի։ Ես ուզում եմ քեզանով հպարտանամ, ուզում եմ տեսնեմ քո հաղթանակները հոգևոր ոլորտում, ընտանիքի մեջ, որ ընտանիքումդ խաղաղություն գա, որ եղածը չկորի, որ փորձանքը չմտնի, որ գործի տեղը հաջողվես, որ, շատ որեր։ Ես դրա համար եմ պայքարում։ Էդ եմ առել, պայքարում եմ։ Նայելով որ բաների է հասնում, թող եկեղեցին զգա, որ դու հասար։ Օրինակ, դիրքի ես ասե, այդ դիրքից քարոզի։ Դիրքի չես ասե, ըտեղ քարոզի։ Բարձացել ես ինչ-որ բանի մեջ, թող եկեղեցին զգա, որ դու բարձացել ես։ Լավ, դե տենց պտի լինի, ընտանիքը պտի զգա։ Թող Աստված անի մեր կյանքում և մենք դառնանք հաղթող ամեն ոլորտում, ամեն, Տեր օրհնի, փառք Տիրոջը։